որքան պարզ է որ չի արել ու որքանով ինձ Արսեն Բաբայանը փոխանցեց Արշակ Սրբազանը միայն ծիծաղել է այս ամենի հետ կապված, որովհետև այս ամենը արդեն ծիծաղելու է եւ զավեշ տալի է եւ ամոթալի է, գիտեք, նույն տրամաբանությամբ, եթե որևէ բուհի տարածքում որևէ ուսանողի մոտ թմրադեղ հայտնաբերվի, նույն տրամաբանությամբ կարող են ասել դեկանը կամ ռեկտորն է դա կազմակերպել, այսինքն մենք արդեն գործ չունենք իրավաբանության հետ։ Ով է անձը, ում ուսապարկում ըստ գործի թմրանյութ է դրվել։ Ես որքանով տեղակ եմ գործի մանրամասներից որևէ կոնկրետ ցուցմունք չկա Արշակ Սրբազանի վերաբերյալ, մնացածը հաջորդ թիվ դուք էլ այս աբսուրդին ականատես կլինեք, ներկայիս վարչախումբը պարզապես առաջնորդվում է այն սկզբունքով, որ անձը կա, հոդված կստեղծենք եւ Վիշինսկին երազեր նմանատիպ աշխատակիցներ ունենալու, որ այն ինչ որ հիմա կատարում է։ Լավ, ով էր այն անձում ուսապարկում թմրանյութ է դրվել, ըստ մեղադրանքի դա չի կարող մեղադրանքում չլինել, էլի։ Դա 18 թվականին այդ ակցիաներ անողներից անկեղծ անազգանունով չեմ հիշի Տեղեկություն կա Կարեն Պետրոսյանի, ես չեմ հիշի անազգանունով ընթացքում ամեն ինչի մասին կտեղեկանաք, բայց սենց ասեմ էլի ձեզ իմ հորդորը, իմ խորհուրդը, այս ամենին մի վերաբերվեք որպես փաստեր, որպես իրավաբանություն, այս ամենին վերաբերվեք այն արշավի շարունակություն, որը արդեն մենք ունենք այս պայդերությամբ 3 սրբազաններ կառնավայրում եւ փորձում են 4 սրբազանին տանել կառնավայր։ Մասիս Մելքոնյանից որևէ ակնկալիք։ Անկեղծ ասած չունեմ ակնկալիք, մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել, թե իշխանության սրտի դատավորի պարագայում ինչ որոշումների ենք ականատես լինում եւ հետարքրականը այն էր, որ Արսեն Բաբայանը նախորոք արդեն կանխատեսել էր եւ այս ամենը արդեն կանխատեսելի է, հասկանում եք, որ դատավորի մոտ կլինի, ոնց կլինի, չկա այդպիսի հավանականության տեսություն, որով կբաշխվեր 3-րդ սրբազանի գործը նույն դատավորին, բայց մենք ականատես ենք այդ ամենին։